Գամավոր Էդմոն Մարուկյան, երրորդ խոսափող, համեցեք պարոն Մարուկյան։ Շնորհակալություն, հարգելի փոխխոսնակներ, հարգելի կառավարություն, հարգելի գործընկերներ։ Ես հարցը ուղղել եմ վարչապետին, հարցին պատասխանել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարը։ Հարցը կայանում է հետևյալում, որ երկար ժամանակ կար խոսակցություն Վանաձորում, որ Վանաձորում Գյումրիի տեխնոպարկի նմանությամբ հիմնվելու է Վանաձորի տեխնոպարկ։ Եվ մինչ այս պահը ըստ էության տեղեկատվություն չունենք, նաև մինչև այս պատասխանի ուղարկումը, եւ խնդիր է հայտ եկել, որ հասկանանք, թե երբ է ստեղծվելու տեխնոպարկը, ինչ աշխատանքներ են իրականացվում, եւ այն, որ պատասխանում գրված է պարոն նախարար, որ աշխատանքներ են իրականացվում, բայց խնդրում եմ բացի պատասխանը ասեք, թե ինչ աշխատանքներ են իրականացվում։ Շնորհակալություն։ Հարցին պատասխանում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։ Համեցեք պարոն Ավանեսյան։ Գրավոր պատասխանը չհնչեցնեմ, դուք այն ունեք իհարկե, ինչ վերաբերվում է աշխատանքներին, այո, իսկապես մենք ներկայումս աշխատանքներ ենք իրականացնում, որոնց երկու հիմնական ուղղություն ունեն։ Առաջինը դա վերաբերվում է նրան, որ ցանկացած տեխնոպարկի համար թերևս ավելի շատ կարևոր է նրա բովանդակությունը, այսինքն այն ընկերությունները, որոնք որ հնարավորություն կունենան այստեղ աշխատելու, եւ նաեւ լաբորատորիաները, որոնք այստեղ պետք է լինեն։ Եվ դրա համար մենք այսօր բանակցություններ ենք իրականացնում, հիմնականում նաեւ այն ընկերությունների հետ, որոնք արդեն իսկ համաձայնվել են իրենց ներկայությունը ապահովեն Գյումրու տեխնոպարկում, բայց նաեւ այլ ընկերությունների հետ։ Սա է հիմնական աշխատանքների բնույթը։ Քանի որ մենք նախատեսում ենք, որ Վանաձորում տեխնոպարկը կբացվի 2016 թվականին, ապա իհարկե դեռևս շատ վաղ է, որպեսզի մենք ասենք արդյունքների վերաբերյալ, այսինքն այնուհանդերձ կարծում եմ 1-1.5 տարի առաջ պետք է այդ ընկերությունների հետ աշխատել, որպեսզի իրենք կարողանան ուրեմն ժամանակ ունենան եւ կողմնորոշվեն տեխնոպարկում իրենց գործունեությունը ծավալելու տեսանկյունից։ Ասեմ, որ մենք ներկայումս արդեն իսկ գործընթացն ենք սկսել, այսինքն ամբողջ գործընթացը, որը որ վերաբերվում է Գյումրու տեխնոպարկի համապատասխան տարածքների շենքի վերակառուցման, վերականգնման, սարքավորումների տեղադրման, այս գործընթացը սկսված է արդեն։ Դրա համար կարծում եմ, որ հիմնական ուրեմն աշխատանքները ավարտվելուց հետո, տեխնոպարկի ավարտելուց հետո, մենք մի քիչ Գյումրիի տեխնոպարկի տեսանկյունից այլ քաղաքականություն կունենանք, արդեն իսկ կունենանք այն ընկերությունները, որոնք որ ցանկություն կունենան այստեղ գործունեություն ծավալել։ Երրորդ խոսափող Էդմոն Մարուկյան։ Շնորհակալություն պարոն նախարար։ Խնդիրը կայանում է հետևյալում, որ քանի որ արդեն փորձ կա Գյումրիում տեխնոպարկ ստեղծելու, այն թերությունները, բացթողումները, որոնք եղել են այն մյուս տեխնոպարկը ստեղծելու ժամանակ եւ նաեւ հիմա, այդ փորձը արդեն հաշվի առնվի Վանաձորի առումով։ Մյուս հանգամանքը կայանում է հետևյալում, որ տեսեք 2016 թվականին պետք է հիմնվի, բայց հիմա շատ կարևոր է, որ այդ կադրերին վերապատրաստեն, կադրերի բազան ստեղծի, որ 2016 թվականին նոր չսկսենք ստեղծել, եւ նաեւ Վանաձորի գործող կազմակերպությունները նույնպես ներգրաված լինեն եւ հաշվի առնվեն։ Այսինքն մինչև 16 թվականը իմ առաջարկությունը հետևյալն է, որ մեր Վանաձորում գործող կազմակերպությունների հետ համագործակցություն լինի եւ այդ կադրերի վերապատրաստման համար դուք նաեւ պատվերներ տաք։ Այդ կադրերը վերապատրաստվեն, երբ որ տեխնոպարկը ստեղծվի, արդեն ոչ միայն մենք սկսենք մարտման գալ, այլ ունենանք կոնկրետ մարդիկ, ովքեր կաշխատեն եւ կաշխատեցնեն դա։ Մենք Վանաձորում ունենք հունական համայնքին կից գործող ուսումնահետազոտական կենտրոն, որը շատ լավ համագործակցում է նաեւ ես տեղյակ եմ ձեզ հետ։ Ես ուղղակի ուսումնասիրել եմ նրանց աշխատանքը եւ կարծում եմ, որ հենց նրանց բազայի վրա կարելի է սա շարունակել, այսինքն վերապատրաստել մարդկանց, որոնք 16 թվականին արդեն պատրաստ կլինեն աշխատելու։ Սա է առաջարկությունս։ Շնորհակալություն։ Շատ լավ, իհարկե, մենք կարծում եմ, որ ես ամբողջովին համաձայն եմ ձեզ հետ։ Իհարկե, կարծում եմ, որ խոսքը վերաբերվում է այն մարդկանց հետ, որոնք որ պետք է աշխատեն այս ուրեմն կազմակերպությունում որպես տարբեր իհարկե մենք ունենք մասնագիտություններ այստեղ, դա վերաբերվում է եւ կազմակերպչական աշխատանքներին եւ մասնագիտական աշխատանքներին,
Քանի որ տեխնոպարկի հիմնական նպատակը նաև ուսուցող նպատակներն են, այսինքն վերապատրաստման հենց նպատակներն են, մենք կարիք ունենք այն մասնագետների, որոնք որ հենց Վանաձորում տեղակայված կլինեն, այսինքն դրսից բերել մասնագետներին իհարկե շատ ավելի թանկ է եւ անպայման ուրեմն համագործակցենք բոլոր այն ուրեմն կազմակերպությունների հետ, որոնք եւ ունակություններ ունեն եւ պատրաստական են աշխատելու։ Դա միանշանակ եւ համաձայն եմ, որ ամենակարևորագույն խնդիրը հետեւյալն է, որպեսզի մենք իրականում բովանդակության տեսանկյունից առաջընթաց ունենանք եւ հնարավորությամբ ժամանակը օգտագործենք ի օգուտ մեզ, ժամանակ չկորցնենք, հիմիկվանից աշխատենք այդ ընկերությունների հետ, որպեսզի շենքը պատրաստ լինելուն պես մենք ունենանք ուրեմն այդ կազմակերպությունների ցանկը, որոնք որ սկսելու են աշխատել շենքում։